դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է, այսօր ինչ օր է ասա, այսօր այն նորն է, երբ մենք ունենալու ենք երաժշտական եթեր, ինչպես տեսնում եք իմ սեղանին դրված է ջութակ, դեռ գաղտնիքներ չեմ բացի, առայժմ ուզում եմ դրական էներգիով օրդ բարին սկսենք միասին եւ առաջիկա 1 ժամը լցվենք լավ ու գեղեցիկ երաժշտությամբ, այս պայն հատուկ տեսահոլովակ ձեզ համար, որից հետո վերադառնանք ու շարունակենք մեր երաժշտական եթերը։ Դե ինչ վերադարձանք եւ բացեմ այս հաճելի գաղտնիքը, որ պահում էի ձեզնից Սանկտ Պետերբուրգում բնակվող հայ ջութակահար կոմպոզիտոր Տիգրան Պետրոսյանը այս օրերին հայրենիքում է եւ մենք մեծ սիրով այսօր հյուրընկալել ենք նրան մեր տաղավարում, շտապում եմ ողջունել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ այս առավոտ եկել եք մեզ մոտ հյուր։ Նույնպես շնորհակալություն։ Եվ կցանկանայի խոսել առհասարակ ամենասկզբից, եթե վերցնենք ժամանակի մեքենան եւ վերադառնանք այն օրեր, երբ դեռ փոքր էիք, ընդամենը 7 տարեկան, ինչպես եղավ, որ ընտրեցիք ու ընկերացաք ջութակի հետ։ Սկսեմ այնտեղից, որ իմ մայրս դաշնակահարուհի է։ Ահա, այսինքն տանն արդեն երաժշտությունն իշխում էր։ Երաժիշտ է, դասավանդում էր երաժշտական դպրոցում եւ համալսարանում, Բարի ֆակուլտետում։ Դա նշանակում է, որ մանկուց ես լսում էի պարային հայկական ժողովրդական, այո, երաժշտությունը եւ շատ էի հավանում եւ երբ տունը գալիս էին աշակերտներ պարապում էին, հենց գալիս էր մի, ասենք, ջութակահար էր գալիս, ես ջութակին նենց էի նայում, այսպեսի հրապուրիչ պատկերացում էր։ Եվ ես շատ էի սիրում այդ գործիքը։ Հետո որ տեսնում էի խանութների կողքով որ անցնում էինք, ջութակները կախած, էլի կարող էի կանգնել մի 5-10 րոպե այսպես նայել։ Շատ էի սիրում այդ գործիքը։ Այսինքն արդեն այդ կախարդանքը կար ջութակի հանդեպ։ Այո, այդ սերը առաջացավ։ Հետո որ ստուգեցին լսողությունը, տեսան որ աբսոլյուտնի սլուխ ունեմ, որոշեցին, ինչու՞ չէ, տալ ջութակի։ Եվ սկսվեց ձեր կյանքը ջութակի։ Այո, տանջալից կյանքը։ Անցան տարիներ դարձաք իսկապես յուրահատուկ մասնագետ եւ այնպես եղավ, որ Հայաստանի սահմաններից դուրս մեկնեցիք, ինչը ձեզ տարավ այնտեղ։ Երևի հետաքրքրությունը։ Սկզբից իմ առաջի երկիր որ գնացել եմ, դա եղել է Բուլղարիան, այնտեղ 1 տարի աշխատել եմ, նվագել եմ, այնուհետև մեկնեցի Չեխիա, 5 տարի ապրել եմ Չեխիայում, Պրագայում, այնուհետև գնացի Ռուսաստանի Դաշնություն, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, հետո Սանկտ Պետերբուրգ, երկար տարիներ։ Ինչը ձեզ բերեց կրկին հայրենիք։ Կարոտը, սերը, հայրենիքի մի խոսքով կարոտը, այո, շատ եմ կարոտում հայրենիք, ես տարին 1-2 անգամ գալիս էի եւ այս անգամ որոշեցի գամու մնամ։ Ուզում եմ այստեղ նվագել, այստեղ ստեղծագործել մի քիչ։ Այս պայն ընդմիջենք մեր զրույցը ձեր կատարումներից մեկով վերադառնանք։ Վայելեցինք կատարումը ինչ խոսք, ինձ հետաքրքիր է ընդհանրապես տարիներ անց վերադառնալ հայրենիք, ինչ փոփոխություններ եք զգում կամ գուցե ամեն ինչ նույնն է, ինչպես եք ձեզ զգում այստեղ։ Միևնույնն է, ես կասեի, որ ժամանակի մեքենան գոյություն ունի, որովհետև անգամ շատ տարիներ անց 30 տարի գալիս ես Հայաստան Եվ ոնց որ թե վերադառնում ես մտովին, հա։ Ոնց որ բան չի փոխվել։ Հա, իսկական է, չհաշված շինությունները եւ այլ, բարեկամությունը ոնց որ թե վերադառնում ես 30 տարի հետ։ Դա աշխատում է երևի մեր ուղեղի մեջ։ Իսկ երաժշտական ճաշակի մասին ինչ կասեք, առհասարակ ինչպիսին է այսօր ընտրությունը շատերի ու ինչն է ձեզ զայրացնում ասպարեզում։ Զայրացնում, անշուշտ կան շատ լավ
կատարողներ, շատ լավ երեխաներ կան, շատ լավ ուսանողներ կան, տաղանդաշատ, լավ կատարողներ կան։ Ես տարիների ընթացքում միևնույն է հետևում եմ հայկական, այսպես ասենք, շոու բիզնեսը։ Լավ ձայներ կան, լավ տաղանդավոր երաժիշտներ կան։ Եթե ասենք ջղայնացնում, երևի թե կպատասխանայի մի բան կա, այս է ջղայնացնում։ Ամբողջ օրը հեռախոսների մեջ լինելը։ Իսկ դուք ինքներդ ակտիվ չեք, չունեք ձեր Instagram-յան կամ Facebook-յան էջ։ Ունեմ եւ Instagram-յան եւ Facebook-յան, բայց աշխատանքային երևի թե։ Նենց չեմ սիրում այդ գործը, որովհետեւ կոնսերվատորիա սովորելուց մեզ չեն սովորացնում, որ պետք է մենք թղթակից լինենք, պետք է մենք մոնտաժոր լինենք, պետք է հնչյունային ռեժիսորը լինենք եւ այլ։ Իրական շատ կարևոր հարց եք բարձրացնում, որ հիմա բոլորը պիտի արդեն նաեւ այդ մասնագիտությունների տեր լինեն, որ կարողանան իրենց արվեստը տեղ հասցնել։ Ճիշտ հասցնեն տեղ։ Բայց գիտենք, որ ալգորիթմները նենց են աշխատում, որ երբևիցե մի լավ որակով կլիպ է ստեղադրում, ասենք ավելի քիչ են դիտումները կան։ Դիտումները քիչ են, քայլ մի հիմարություն տեղադրում են, մենք միլիոններ են հավաքում։ Դե եկեք հասկացեք։ Դարի խնդիրը, դարի խնդիր։ Այո։ Եկեք հենց հիմա մեր եթերում ամեն դեպքում տանք որակ, ճաշակ եւ վայելենք ձեր կատարումներից մեկը ջութակը ձեզ է սպասում։ Մեծ սիրով։ Շնորհակալություն անչափ, ես վայելեցի այս երկու կատարումներն էլ, ինչ խոսք ու վստահ եմ հիմա հեռուստատիտողի մոտեր է հարցակում, իսկ որտեղ ձեզ վայելել Հայաստանում, հայրենիքում, նախատեսվում է արդյոք, չգիտեմ, համերգ, հանդիպում, որտեղ ձեզ գտնեն։ Ինձ կարող են տեսնել տարբեր համերգասրահներում, նաև ինչու՞ չէ, ռեստորաններում։ Ահա։ Կա մի այսպեսի լավ պրոջեկտ, Սեր պրոջեկտ, Սերգեյ Այվազյանի ղեկավարությամբ։ Ես էլ իրենց հետ շատ մեծ սիրով համագործակցում եք։ Այո, համագործակցում եմ այդ պրոյեկտի մեջ։ Սեր պրոջեկտ։
Սեր project ու շատ իր եղեք, այ նշեցիք, որ ունեք Instagram-յան եւ Facebook-յան էջեր, վստահաբար շատ առիթներ կան, որոնք ուզում են, որպեսի հնչի ջութակը ու հնչի որակյալ այս պարագայում։ Կարող են ձեզ նաեւ դիմել այդ հարցով։ Իհարկե, կարող են։ Բաց եք առաջարկների համար։ Իհարկե բաց են, կարող են զանգահարել, գրել Facebook-յան, Instagram-յան էջերում։ Ես միշտ ակտիվ եմ։ Շատ բարի, ինչքան եք մնալու հայրենիքում։ Դեռ չգիտեմ, որովհետև եկել Կարող է ինքան լավ լինի կարոտը, որ սենց հիմնական մնաք։ Կարող է, չի բացառվում։ Ոչինչ չի բացառվում։ Այո։ Որպես վերջաբան ինձ մնում է միայն ձեզ շնորհակալություն հայտնել, որ այս առավոտ եկաք մեզ հյուր ձեր կատարած աշխատանքի համար եւ ինչ խորհուրդ կտաք բոլոր այն ուսանողներին կամ երեխաներին, ովքեր նոր են ընտրում ջութակը ձեր կողմից որպես արդեն փորձառու պրոֆեսիոնալ մարդ։ Ամենամեծ խորհուրդը դա աշխատասիրությունն է եւ շատ պարապելը, շատ նվագելը, նամանավանդ շատ օգուտ է բերում, երբ որ հյուրեր են հավաքվում եւ ջութակը հանում ես եւ նվագում, այն ժամանակ ձևավորվում է քո Արդեն առաջին հանդիսատեսն է կարծես ու կապը, հա։ Տանը կապ չունի, որտեղ տանը լինի, տանը չլինի։ Մանկուց իրոք այդպես էր, մաման հավաքում էր։ Հարևաններին թեկուս կանգնացնում էր ինձ դե նվագի։ Տանը փոքրիկ համերգասրահ էր, հա։ Այո։ Եվ ամենակարևորը մաքուր նվագիք։ Բացի այն, որ դուք հրաշալի ջութակահար եք, դուք նաև ստեղծագործող եք եւ ես գիտեմ, որ շատ ֆիլմերի սաունդթրեքներ հենց ձեր ջութակի ներքո եղել։ Այս առաջարկները ինչպես եք ստացել եւ առհասարակ որ տարիքից եք նաև կոմպոզիտոր։ Երբ թե սկսենք, որ ես որ տարիքից եմ կոմպոզիտոր, ապա կասեի, որ 8-րդ դասարանից։ Ես ստեղծագործում եմ, գրում եմ երգեր, այո։ Բայց ավելի ուշ սկսեցի դրանով զբաղվել պրոֆեսիոնալ, երբ որ արդեն կոնսերվատորիայում էի սովորում, իսկ ֆիլմերի հետ կապված, երբ ապրում էի Մոսկվայում, այդ ժամանակ մենք ունենք Աստանկինոյում ստուդիա, այնտեղ աշխատում ենք եւ համագործակցում ենք նաեւ Մոսֆիլմի հետ կապված ֆիլմերի հետ։ Շատ բարի, շատ հաճելի էր ձեզ այսօր հյուրընկալել մեր տաղավարում, լսել ու վայելել ձեր ջութակի ձայնը, հույս ունենամ, որ իսկապես կմնաք հայրենիքում եւ շատ շատերը կունենան հնարավորություն վայելելու ձեր կատարումները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերքի համար։ Դե ինչ, այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս կրկին մի լավ կատարումով այս պահին տեսահոլովակով եմ ասում ձեզ հաջողություն եւ մնաք բարով։